Եկեղեցին լցված էր վարչապետի անվտանգության աշխատակիցներով, լցոնված մարդկանցով, որոնցից ոմանք պարբերաբար պրովոկացիաներ էին հրահրում, բղավում, հայհոյում, անգամ անում անթույլատրելին ծափահարում վարչապետին եկեղեցու ներսում պատարագի ժամանակ։ Կային մարդիկ, որոնք մերթընդմերթ իրենց կողքին կանգնած մարդկանց հետ փեջի էին բռնվում, իսկ որոշներն էլ գլխաշորը գլխին ոչ միայն վիրավորում ու կոպտում էին հասարակ մարդկանց, որոնք աղոթքին էին մասնակցում, այլև թաքուն անհայտ պատճառներով նկարում նրանց։ Պատարագի ժամանակ եղած արտառոց միջադեպերն այսպիսով չավարտվեցին։ Ակտիվիստներ Հովհաննես Իշխանյանին եւ Հայկ Դորունցին բռնի ուժով դուրս բերեցին Սուրբ Սարգիս եկեղեցուց, եւ վեհափարի անվան զեղչումից հետո Իշխանյանը վանկարկեց Գարեգին II կաթողիկոս, որից հետո նրան ուժով դուրս բերեցին եւ բերման ենթարկեցին։